Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը վախենում է Նիկոլ Փաշինյանից։ Իսկ ինչու պետք է վախենա։ Օրինակ, պատիվ ունեմի падգամավոր Աննա Մկրտչյանը կարծում է, որ վախենում է։ Ես չգիտեմ, ես չեմ կարծում։ Ամենակարևորը մեր Հայաստանին բարի կյանք, արդար, ազնիվ, խաղաղ, ուրախ կյանք։ Ճիշտ ապրի ժողովուրդը ամեն մեկը փառք Աստծուն լինի։ Նայեցեք, ես արտասահմանեն եմ, բայց ես կգարձեմ, որ Հայաստանի ժողովուրդը պետք է գարձիկ տանում։ Ես գարձիկ տալու եմ չունեմ։ Չգիտեմ, չեմ կարող պատասխանել։ Բոլոր 4-ն էլ տականքներ են այդքան բաներն։ Իհարկե ոչ։ Բայց ինչ պետք է անի։ Վախենում է, ինչ պետք է անի, որտեղ կանչում ասում արեք դեմ դեմ խոսենք, նա չի գալի, որտեղ իր արածներից աման չունի։ Կներեք, էլի չպատասխանեմ, ներողություն եմ։ Պոլիտիկը կեղտոտ բան է։ Չեմ կարծում, որ վախենում է։ Չէ, ինչի՞ պիտի վախենա։ Ինձ թվում է ոչ մեկից չի վախենում, ուղղակի խոսում են։ Ով ինչ կարողանում է ասում, անում դրած խոսքի ազատություն։ Չեմ կարծում։ Անիմաստ հարց եք տալիս կներեք։ Չեմ կարող ասեմ, որովհետև ես ոչ մեկի չեմ ընդունում։ Որ ճիշտ ասեմ, հիմա բոլորը մեկը մյուսից վախենում է։ Անես չի, որ Նիկոլ Փաշինյանը ես իմով է, Ռոբերտ Քոչարյանը պստիկայինի մեծ է։ Սա մեկը մյուսից վախենում են։ Իշխանությունը փոխվելու է այնի նրանից վախենալու։ Իրանց մոտ է մենք ժողովուրդս ինչ էլ որոշենք մեկ է, իրանք իրանց մեջ ոնց որոշեցին, տենց էլ անում են։ Ժողովրդի կարծիքով է հարցը առնում։ Արա այս տվինով է ումից վախում, ով ինչ ուզում անում է։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Աննա Մկրտչյանը անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրամ Նիկոյանի վերջին հարցազրույցին նշել է, որ այս անգամ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային մտքերին անդրադառնում է այն բանից հետո, երբ իր գրասենյակի ղեկավարը էլի նիկոլականությամբ է զբաղվել, մանիպուլացնելով 7 տարիներին կատարվածը եւ դրանից առաջ տեղի ունեցած որոշ իրադարձությունները։ Ամփոփելով Աննա Մկրտչյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը վախենում է պայքարել Նիկոլի դեմ, Ռոբերտ Քոչարյանը վախենում է Նիկոլին ասել դավաճան, այլ դրա համար էլ հանձնարարել է պայքարի ուղեծիրը շեղել Սերժ Սարգսյանի կողմը։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը վախենում է Նիկոլ Փաշինյանից, թե ոչ։